Ողջույն, Civilnet podcast-ի հյուրը հետազոտող Տիգրան Պասկևիչյանն է, զրուցելու ենք պատմության թանգարանում ընթացող Հայաստան բաց դուռ ցուցադրության մասին։ Բարև ձեզ, պարոն Պասկևիչյան, շնորհակալություն, որ եկաք։ Ցուցադրությունը նվիրված է մեծ հայրենադարձությանը եւ երկար ժամանակ այս թեման հետազոտել եք, ունեք նաեւ դոկումենտալ ֆիլմեր։ Ձեր ֆիլմերը դիտելիս եւ ընդհանրապես հայրենադարձության մասին խոսելիս ստեղծվում է տպավորություն, որ վատ էր, քանի որ այսինքն չէր ստեղծվում տպավորություն վատ էր, որովհետեւ խաղաց մարդկային ճակատագրերի հետ, խեղեց ճակատագրեր։ Բայց եթե անհատական ճակատագրերը փորձենք մոռանալ, պետության համար սա լավ նախագիծ էր։ Ես միշտ երկու ասպեկտով եմ այս հարցին նայում, ուրեմն դա կար տեղական ասպեկտը, այսինքն Հայաստանի ղեկավարների ուրեմն մտահղացումը, որի պատճառը ինչն էր, եղել էր համաշխարհային երկրորդ պատերազմը, Հայաստանը ճիշտ է թատերաբեմում չէր եղել, բայց սովետական միության մաս կազմելով, ուրեմն մարդկային մեծ կորուստներ էր կրել, մոտավորապես 300,000 տղամարդ զոհվել էր այդ պատերազմում, եւ Հայաստանի ղեկավարները այդ ժամանակ ունեին ուրեմն մտավախություն, որ այդքան մեծ կորուստի դեպքում խնդիրներ կունենան տնտեսության զարգացման, դեմոգրաֆիկ զարգացման եւ բանի հետ, եւ մտածում էին, քանի որ կար նախկին փորձն էլ, որ 21-ից 36 թվականներին որոշ ընդհատումներով ներգաղթ եղել էր, մտածում էին ներգաղթ անել։ Մյուս կողմից կար սովետական մոտեցումը, Սովետական միությունը այդ ներգաղթին հավանություն տվեց ինչի համար, որովհետև մտածում էր աշխարհին ցույց տալ, որ տեսեք, թե ես ինչքան գրավիչ երկիր եմ, որ հազարավոր, տասնյակ կամ 100,000-ավոր մարդիկ, ինչի եմ ասում 100,000-ավոր, իրականում հայերը մոտավորապես 90,000 էին, բայց այդ ժամանակ այլ ներգաղթներ էլ էին լինում, ասենք ռուսների, ուկրաինացիների եւ այլն, որոնց դեպքում դա վերադարձ էր ավելի շատ, որտեղ դրանք հիմնականում հեղափոխությունից հետո հեռացած մարդիկ ընտանիքներ էին։ Այսինքն կար մի տեսակ PR-ի էլեմենտ, կար հղացումը, բայց չկար հիմնավորումը։ Այսինքն եթե մենք այսքան մարդ բերում ենք, մենք կարող ենք այդքան մարդու պահել, թե չենք կարող։ Եվ այդտեղ էր, որ առաջացավ այս ուրեմն ներգաղթի հետ կապված այդ այսպես կոչված ողբերգությունը։ Ակնկալիքները իրականությանը չհամապատասխանեցին։ Ինձ հետաքրքիր է Հայ հեղափոխական դաշնակցությունը աշխատանք կատարում էր այն ուղղությամբ, որ մի գայթակղվեք եւ դուք չգիտեք թե ինչ պայմաններ են այնտեղ եւ փորձեր հետ պահեր ինչ որ չափով նվազեցներ այդ հոսքը, սա մի հարց է եւ մյուսը, տեսեք, ասում ենք եկան, առաջին օրվանից հիասթափվեցին, իրենց վատ պայմաններ բաժին հասան, ասում ենք, որ իրենք խորհրդային Հայաստան բերեցին քաղաքային մշակույթ։ Չկար քաղաք, Երևանը քաղաք չէր, քաղաքային ու ագրարային մշակույթի բախում էր, թե ինչ որ բան խորհրդային Հայաստանից իրենք վերցրին, յուրացրին, ինչ որ բան տվեց իրենց Հայաստանը, թե չէ։ Անշուշտ տվեց, ես նախ սկսեմ Հայ հեղափոխական դաշնակցությունից։ Հայ հեղափոխական դաշնակցության մոտեցումը շատ միանշանակ չէր, այսինքն այնց չէր, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը ասում էր, չէ, ոչ մի դեպքում մի գնացեք։ Իրենք ասում էին, օրինակ այդ մեր առաջին ֆիլմում ես հարցազրույց եմ արել դաշնակցության շատ հայտնի դեմքերից Պողոս Սնապյանի հետ, որ ասում էր, մենք ինչ էինք ուզում էինք պարզել Հայաստանի իրական վիճակը, որ մարդիկ տեղեկացված լինեն, նոր գնան։ Հիմա ինչ վերաբերվում է, որ այդ քաղաքային մշակույթին եւ բան, չէ, դա մի քիչ չափազանցված է, որտեղ իհարկե Երևանը քաղաք էր։ Ինքը ռուսական կայսրության որոշակի տրադիցիաներով ուրեմն գոյություն ունեցող քաղաք էր, իր բոլոր տրադիցիաները ռուսականի մեջ էին։ Այս մարդիկ եկան ավելի շատ բերեցին եվրոպական մշակույթ, որտեվ նայեք, Եվրոպայից, եթե չհաշվենք Ռումինիան, Բուլղարիան, բանը, Հունաստանը եւ Ֆրանսիան շատ տեղերից չեկան ու շատ չէին իրանք քանակով։ Բայց նկատի ունեցեք, որ Լիբանանից եկողները նույնպես եվրոպական մշակույթ էին բերում, որտեղ դա ֆրանսիական պրոտեկտորատի երկիր էր։ Եգիպտոսից եկողները նույնպես եվրոպական մշակույթ, որտեղ դա
անգլիական պրոտեկտորատի երկիր էր։ Այսինքն այդ բանը մտնում էր, բայց ասել, որ իրանք եկան միանգամից ինչ որ բան տվեցին ու ոչինչ չստացան, ոչ, իրանք ստացան կրթություն առաջին հերթին, ինչը խոսքս ավելի շատ բարձրագույն կրթության մասին է, որտեղ վարժարաններ, դպրոցներ, բաներ Սփյուռքում այսպես թե այնպես կային եւ վատ որակի չէին։ Այսինքն տարական վիճակները մի քիչ բարձր միջև high school այսպես կոչված, հա, բայց իրանց բոլորի համար, երբ որ նամակներ կա, հարյուրավոր նամակներ կան, երբ որ կարդում ես, հասկանում ես, որ շատ-շատերի համար Հայաստան գալը դա կրթություն ստանալու հեռանկար է, բարձրագույն կրթություն ստանալու հեռանկար։ Իրենք եկան, իրենց հանդեպ կար որոշակի հեգնական վերաբերմունք, որոշակի մեծամտություն Հայաստանից, սովետական Հայաստանից եկող, ինչ որ սկեպտիցիզմ, այսինքն սոցիալական հիերարխիան այլ էր, քան հիմա օրինակ, երբ գալիս են մեր հայրենակիցները այլ երկրներից, սփյուռքահայերը գալիս են Հայաստան, ինչ որ բան անելու, կամ ուղղակի ապրելու այստեղ, կամ ինչ որ նախագիծ իրականացնելու, իրենք ավելի շատ ինչ որ առաքելությամբ են գալիս, վատ իմաստով նկատի չունեմ սովորեցնողի դիրքերից են գալիս, ու ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, էականորեն փոխվել է, չէ՞, սուբորդինացիան, դիրքավորումը։ Հա, այն ժամանակ նախ մեր տեղացի ժողովուրդը գիտեր այնքան, ինչքան գիտեր այն, ինչ գիտեր։ Այսինքն փակ էր, ոչ մեծ բան չունեին, եւ երբ որ ասենք այդ եվրոպական արժեքներով կամ բանով մարդիկ գալիս ինչ որ բան էին ասում, դա կարող էր նույնիսկ ծաղրի առարկա դառնալ։ Ծաղրեին, իրանց արհամարեին եւ այլն, բայց խնդիրը ավելի շատ այդ ժամանակ այն էր, որը միշտ միգրացիաներին ուղեկցող գլխավոր խնդիրներից մեկն է, որ մենք քաղցած ենք, դուք ուր եք եկել։ Մենք մի կտոր հաց ունենք, հիմա պետք է հացը կիսենք ձեր հետ։ Այսինքն երբևէ խանդավառություն չի եղել Հայաստանի ներսում, որ իրենք գալիս են, ինչ որ այդ ոգևորություն։ Ինչ որ շինծու խանդավառություն եղել է, ինչ որ խմբեր հավաքել տարել են Բաթում, Մովացյաններով դիմավորելու եւ այլն, բայց այդ նույն մարդիկ պատմեն, ասում են, որ մենք անցանք Հայաստանի սահմանը ու ինչ որ տեղերում գնացքը կանգնում էր, ասում եմ մարդիկ ներքևից հայհոյում էին մեզ, որ ինչի եք թողել եկել, ինչի եք ձեր կյանքը այնտեղ թողել եկել, դուք գիտեք ստեղ ինչա կատարվում։ Բայց դրանք չեն այն, որ բոլորը ասում են խտրականություն, բան եւ այլն, խտրականության պատճառները դրանք չեն։ Խտրականությունը ես գրեթե համոզված եմ, որ միշտ առաջանում է պետության հրահրմամբ եւ պետության ծրագրավորած բանն է։ Այսօր ինչ որ կատարվում է, ինչ որ բաներ են ասում արցախցիների մասին, դա որոշ շերտեր ընդունում են որպես հրահանգ։ Բայց այդպիսին էր վերաբերմունքը նաև 90-90-ականներին Ադրբեջանից եկած հայերի նկատմամբ, չէ՞։ 90-90-ականներին եկած հայերի նկատմամբ վերաբերմունքը ավելի շատ բան էր, մեր հացի վրա եկակ այդ թեմայի մեջ էր։ Ավելի շատ այդ թեմայի մեջ էր եւ հետո շատ վաղուց կար որոշակի տենց կարծրատիպ տեղացիների մեջ ստեղծված, ասենք Դաշտային Ղարաբաղի, Կիրովաբադի, բանի Ադրբեջանում ապրող հայերի կներեք արտահայտությանս համար, այդ որ ասում են շուրտված հայեր, բան, սենց արտահայտություններ կար էլի, որը այդ բանը սերմանված էր արդեն մեջները եւ բանը։ Ես կարծում եմ դա նորից ոչ առանց իշխանությունների է լինում էլի։ Այս առումով ամենակատաղի բանը, սենց ասած վերաբերմունքը դա 2023 թվականից արցախցիների նկատմամբ եղած վերաբերմունքն է, որը ես կարծում եմ, որ ուղղակի հրահանգավորվեց։ Ուրիշ հարց էլ է առաջանում, թե թեմայից շեղվում ենք արդյոք 15-ի ցեղասպանությունից հետո Արևելյան Հայաստանում մնակեցված հայերի նկատմամբ։ Նույն բոլոր ժամանակներում դրանց գաղթական են ասել, հետո այդ 21-36 թվականներին ասել են նորեկ։ Լավ, բացի պետական ինչ որ պիտակ կպցրել են բանը։ Բացի պետական հրահանգից, հավանաբար ինչ որ անշտկելի տարբերություն եղել է
եւ կա եղել է Ադրբեջանում բնակվող հայերի ու հայաստանցիների միջև, հայրենադարձների ու հայաստանցիների միջև հասկանալի է, պետությունը կարող է հրահանգել, բայց եթե ինչ-որ նախադրյալներ կան, չէ, ինչ անշտկելի նախադրյալը հետևյալն է, նախադրյալը, երբ որ ես ապրում եմ ստեղ, մի ուրիշը գալիս է, պատկերացրեք, դուք ապրում եք մի սենյակում, արդեն հարմարվել եք, բան եք արել, դուռը բացում են, ասում են, այս երկու հոգին ձեր հետ նույն սենյակում պետք է ապրի։ Ոնց կլինի։ Դա է պատճառը, ոչ թե որ ինչ որ Այդ դրա վրա արդեն կնստի այդ հրահանգավորումը ու քո մեջ կսկսի աշխատել։ Դու պետքա շատ բարի, շատ բարեսիրտ, ուրեմն բան մարդ լինես, որ ասես, այո, խնդրեմ, համեցեք, հո դուրսը չեք մնալու, դրսում անձրև է գալիս, այսինքն այս բանը կա։ Եվ իրոք կային, տեսակ դեպքեր կային, գնում էին գյուղ, մի ամբողջ ընտանիք տանում էին, մարդու դուռը բացում էին, ասում են մի հատ հավաքվեք այս մի սենյակի մեջ, մի սենյակում դες ընտանիքը ապրի, արդեն կոնֆլիկտի բուն է, եթե մարդը, ասում եմ, նորմալ բարեսիրտ մարդ չի եւ բավականաչափ ուղեղը չի աշխատում, բաներ առաջացնում էլի։ Ովքեր ավելի հեշտ ինտեգրվեցին հայրենադարձներից եւ հայաստանյան սովետական մշակույթի մաս էր նաեւ այդ անանուն նամակները, զեկուցագրերը, անոնիմ կաները, որ գրում էին իրար մասին, իրար դեմ, եւ եկավ պահ, երբ հայրենադարձները յուրացրին նաև այս մշակույթը, թե դա արվում էր հայաստանցիների կողմից հայաստանցիների եւ հայրենադարձների դեմ։ Ինտեգրվեցին այն հատվածները հայրենադարձների, այն զանգվածները, որոնք չքավոր էին։ Եվ դրանց մեջ էլ հատկապես նրանք, որոնք գյուղացի էին։ Օրինակ Իրանից 20,000 մարդ է եկել եւ այդ իրանահայերի մեծ մասը շատ հաջող ուրեմն ինտեգրվել էր այս Արարատյան դաշտի, Արարատի մարզի, Արմավիրի այն ժամանակ ուրիշ անուններ ունեին բան, Հոկտեմբերյան, չգիտեմ, Արտաշատ բան եւ այլն, այդ գյուղերում շատ հաջող ինտեգրվեցին եւ մտան, ասենք, կոլտնտեսություններում աշխատելու բանալու, այն չքավոր զանգվածը մտավ գործարաններում աշխատելու բան։ Հիմա ինքը մտածում էր Ընդեղ ես չքավոր էի, ստեղ գոնե մի 100 ռուբլի աշխատավարձ եմ ստանում, ոչինչ, մի հատ էլ հանրակացարան են տվել, ոչինչ, մի բան կանենք բան։ Ու ի սկզբանե մի հատ sense խնդիր դրվել էր, որ հնարավորին չափ բերեք չքավոր մարդկանց։ Պահանջները որ ցածր լինեն եւ աշխատուժ որպես, բայց այդ էյֆորիան այնքան մեծ էր, որ ով ասես եկավ։ Ով ասես հավաքվեց եկավ, այն մեծ հարուստները ասում են, մենք մեր գործարանները քանդել ենք, դրել ենք արկղերի մեջ, բերում ենք, որ գործարան կառուցենք, եկան տեսան, թե գործարան կառուցել հնարավոր չի։ Ու այդ դժգոհությունը բանը ավելի շատ առաջացավ այդ մարդկանց կողմից։ Հիմա ես միշտ ասում եմ, եթե իրանց ճիշտ ներկայացնեին իրավիճակը, ասեն, գիտեք, Հայաստանում սենց է։ Հացը հերթով է, հացը թաց է, չգիտեմ, չի ուտելու չի, իրար կոտորում են այդ հերթում եւ այլն, այս 90,000-ից մոտավորապես իմ մոտավոր հաշվարկներով մի 60,000-ը այնուամենայնիվ կգար։ 90-ից 60-ը։ 90-ից 60-ը։ Իմ 30,000-ը կասեր չէ, մի հատ մտածենք, հələ սպասենք, տեսնենք, էլի մի հատ ոնց է։ Բայց այդտեղ շատ կարևոր հարց է առաջանում։ Եթե մարդիկ գալիս էին վերանձնային նպատակի համար եւ ոչ պարզապես սեփական բարօրության համար, ապա վատ պայմանները բնակվելու պետք է որ ընդունելի հիմք չլինեին, պատճառաբանություն չլինեին փոշմանելու, որ եկել են, հիասթափվելու, որ եկել են։ Եթե թողնենք մի պահ մոռանանք ձերբակալություններ, գնդակահարություններ եւ աքսոր ու խոսենք ընդամենը այն սոցիալական վատ պայմաններից, որ իրենց սպասում էր այստեղ։ Արդյոք չարժեր հանուն վերանձնային նպատակի չէր կարելի նաեւ դա հաղթահարել եւ կան չէ աշխարհում օրինակներ, երբ դատարկ տարածության վրա միայն հավատի եւ ինչ որ մարդկային ռեսուրսի շնորհիվ պետություն է ստեղծվում։ Գիտեք, բանի այդ շատ եզակ են այդ դեպքերը, այդ վերջին ասացիդ, ասենք Իսրայելը օրինակ, որտեղ հավատի, կամքի, ուրեմն նվիրման եւ այլ բաների վրա ստեղծեցին իրանց պետությունը։ Այստեղ
մի հատ sense հարց կա, որ միշտ ասում են, միշտ էլիտաներն են, չէ, որոշում։ Այդ 60,000-ը, որ ասում եմ, դրանք էլիտա չէին։ Այն 30,000-ի մեջ էր էլիտան, որը ինքն էլ գեներացնում էր այդ խանդավառությունը, այդ հայրենասիրական գաղափարները, բանը, եւ ինքն էլ առաջինը բան արեց, հիասթափվեց, եւ իրանք էին, որ առաջիններից գնացին ուրեմն դառան բռնաճնշումների զոհեր, հետագայում աքսորվեցին եւ այլ եւ այլն։ Այսինքն ասում ես սենց ավիճակը, ասում ես նայեք, գնացիկ դուրս գալ չկա, բայց դա չգիտեին, որ դուրս գալ չկա։ Կարային ենթադրեին, բայց իրանց ոչ ոք հստակ չէր ասել, որ դուրս գալ չկա։ Դրսում գործող կուսակցությունները չէին այդքանը ներկայացնում։ Նայեք, կարող է դաշնակցությունը ասում էր, բայց դաշնակցությունը համարվում էր հակառակ բևեռ։ Ու ինչ դաշնակցությունը ասում է, ուրեմն սուտ է։ Այս մասայի համար։ Այս մասայի համար ուրեմն սուտ է։ Նույնն էլ բանն է, դաշնակցականները շատ բաներ այս կողմից ասածների, որոնք ճիշտ էին, չէին հավատում։ Հետաքրքիր էր, որ ձեր ֆիլմերից մեկում խոսվում էր նրա մասին, որ մարդիկ չգիտեին, թե ովքեր ինչ է դաշնակցությունը եւ ովքեր են դաշնակցականները, բայց աքսորվել էին դաշնակցական համարվելու, կոչվելու պատճառով, ու ինձ համար զարմանալի էր, որ այդ մարդիկ իրապես երբևէ չէին լսել հայ հեղափոխական դաշնակցություն, որ այդպիսի կուսակցություն կա։ Անցված է այդ մարդու ասացի մեջ, բայց ես օրինակ ուրիշ բան կարող եմ ասել, ես ինքս կարդացել եմ արխիվում, որ մարդը նամակ է գրում աքսորից, դե այդ բոլոր աքսորյալները, այդ թվում նաև տեղացիները 13,000 հոգին, իրանք ունեին մի պիտակ, իրանք կոչվում էին դաշնակներ, աքսորը կոչվում էր դաշնակների աքսոր, օֆիցիալ փաստաթղթերում սովետական։ Եվ մարդը գնացել է այնտեղ ու նամակ է գրում, ասում է եղբայր, ուր ուզում եք ինձ տարեք, նախ սրանք եթե դաշնակ են, ինձ սրանց մեջից հանեք, ուր ուզում եք ուրիշ տեղ աքսորեք, ուրիշ տեղ տարեք, մենակ ես ամբողջ կյանքս դաշնակների դեմ եմ պայքարել, հիմա ինձ բերել եք դաշնակների կողքը նստացրել եք այստեղ։ Այսինքն այդ տեսակ բաներ կային, բայց այդ մի քիչ չափազանցություն էր, որ մարդը ասում էր դե ինչ գիտենք դաշնակն ինչա, դաշնակն ինչա։ Բոլոր արխիվները բացված են, գաղտնիքներ, հարցեր չկան հայրենադարձության շրջանին վերաբերող։ Ես կարծում եմ այո, գաղտնիքներ մի քիչ կան, ավելի շուտ, եթե շրջանի մեջ ենք ներառում արտագաղթի հետ կապված փաստական նյութ մենք համարյա չունեցանք, որ հետը աշխատենք։ Այսինքն մենք նամակ գրեցինք Օվիր, որը հիմա այդ վիզաների վարչություն, եւ մեզ պատասխանեցին, որ այդ թվերի արխիվները ոչնչացված են, չկան, այրված են։ Իսկ ինչ հարցեր ունենք մենք, մենք ուզում էինք հասկանանք նախ թիվը, մենք ուզում էինք հասկանալ, թե նույն մարդը քանի անգամ է դիմել, քանի անգամ է մերժվել, այս տեսակ հարցեր, առիթ եղավ հանդիպեցինք որոշ այդ թվերի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց պատասխանները շատ խուսափողական էին, շատ ընդհանրական էին, իսկ մի հատ Կենտկոմի բարձրաստիճան պաշտոնյակին, որին զանգահարեցի եւ ասացի, որ մենք ուզում ենք խոսել, ձեզ հետ խոսել այդ թվականների արտագաղթի մասին, ասաց ինչ արտագաղթ, այդ թվերին արտագաղթ չի եղել։ Արտագաղթը ասաց եղել է անկախությունից հետո։ Այդ այն պաշտոնյան էր, որի ձեռի տակով էին անցնում բոլոր որոշումները։ Այսինքն, եւ պարզապես մեզ ճամփու դրեց, ասենց ասած գնացեք, ես ձեր հետ խոսալու բան չունեմ։ Կարելի էր գնալ Մոսկվայում բանում, բայց արդեն գիտեք, երբ որ սկսել էինք, ասենց այդ արտահայտություն կա, չէ, ասում է վեգետարիանսկի времена։ Այն ժամանակ մի քիչ վեգետարիանսկի էր վիճակը, եւ Ռուսաստանի որոշ արխիվների հետ էլ ենք գործարել ժամանակին բան ենք արել, շատ ավելի հեշտ էր, բայց ինչքան գնաց այս Պուտինի իշխանությունը ավելի այնտեղ իր օրենքները դրեց եւ այլն, մտածում էինք, որ ծախսանենք գնանք հասնենք Ռուսաստան, Մոսկվա բան, կարող է ոչ մի արդյունքի չհասնենք, որտեվ բավականին բարդ է այդ բաները, էլի։ Անընդհատ հետևում ենք, օրինակ մենք գտել ենք մի բան, որի վրա դեռ չենք կարողանում դուրս գալ, Իլինոյսի համալսարանում կա մի արխիվ, վիդեո արխիվ, որ այդ 70-ականների վերջ 80-ականներին մարդիկ գնում էին Ամերիկա հիմնականում Հռոմով։ Հռոմը ոնց որ ասած ֆիլտրացիոն կետ էր։ Գնում էին Հռոմում ինչ-որ ժամանակ մնում էին, ընդեղի էին ստանում Ամերիկայի ուրեմն բանը, արտոնությունը Ամերիկայի կողմից։
Հռոմում Իլինոյսի համալսարանի մի հետազոտական խումբ արել է բավական շատ հարցազրույցներ այդ մարդկանց հետ, բայց ոչ չենք կարող դեռ գտնենք, որտեղ դա փոխանցվել է մի ուրիշի, այդ մի ուրիշը չգիտեմ, մի ուրիշի է տվել բան, մի քանի տարբեր իմ ընկերների բանի այնտեղ ապրող աշխատող խնդրել եմ, դեռևս ոչ մի արդյունք չկա, որ կարելի է մոտ գնալ այդ նյութին։ Եթե չլիներ աքսորը 49 թիվը չլիներ, հայրենադարձությունը ուրիշ գնահատական կստանար պատմական այսօր։ Եթե այդ աքսորը չլիներ, հիմա մենք երբ որ սկսեցինք այս ծրագիրը անել, դե մարդը որ մի բան սկսում է ինչի՞ս է նայում, դրա մասին ինչ գիրք կա, ինչ հոդված կա եւ այլն, մի հատ կարդանք ծանոթանանք, չէ։ Մենք գտանք մի գիրք ընդամենը, որը Հովիկ Մելիքսեթյան անունով պատմաբան է եղել, շատ բարեխիղճ գրած գիրք էր, պարզապես սովետական այդ բանը ճնշման տակ։ Ոչ մի խոսք աքսորի, բռնաճնշումների եւ այլ, եւ իհարկե նաեւ արտագաղթի մասին, որտեղ գիրքը լույս էր տեսել 85 թվականին, 1985-ին։ Եվ այդտեղ մենք հասկացանք, որ այս հայրենադարձության թեման ուղղակի պատմությունից բացառվել դրվել է դուրս, որտեղ սրա մասին խոսել չես կարող խոսես առանց այդ թեմաներին անդրադառնալու, ավելի լավ է լռել։ Այս մարդն էլ մի հատ ընդհանուր գիրք էր գրել, հայկական սփյուռքը եւ հայրենադարձությունը բանը շատ օգտակար էր աղբյուրներ հասկանալու, բանանելու իմաստով այդ գիրքը բավականին բան էր։ Այսինքն եթե չլներ այդ աքսորը, ինքը կարող է պատմության մեջ շատ իր տեղը ունենար, ոչ շատ մեծ, բայց իր տեղը ունենար։ Մյուս կողմից, եթե այս աքսորը չլիներ, այդ արտագաղթի չափերը կարող է այդ տեսակ չլինեին։ Գիտեք, աքսորը այն ամբարյացական վերաբերմունքի խորհրդանիշը դառավ։ Այդ դա եթե չլիներ, ասում եմ, կարող է արտագաղթը այս չափի չլիներ։ Ու ես երբ որ այդ բանավոր պատմությունները հավաքում էի, ում հարցնում էի, ինչի արտագաղթեցիք պատճառներից մեկ։ Բա մեզ աքսորեցին 49 թվականին, ասում եմ, մի րոպե, ձեր ընտանիքին աքսորել են։ Չէ, մեր ընտանիքին չեն աքսորել, բայց 150,000 հայրենադարձ աքսորեցին։ 90,000 են ընդամենը հայրենադարձները եկել մեկ, այդ ոնց դառավ 150,000, երկրորդը Հայաստանից աքսորվել է ընդամենը 13,000 մարդ, այդ ոնց եղավ 150,000, այսինքն այդ միֆը իրանց մեջ նստած էր, ինքը թեև չէր աքսորվել, բայց ինքը համարում էր, որ աքսորվել է։ Ստալինի մահից հետո այս բոլոր աքսորվածներին շուտապույտ կերպով սկսեցին ազատել։ Բացի պետական հրահանգից ոնց են որոշում հայաստանցիները ում սիրել եւ ում չսիրել։ Ես կարծում եմ մի քիչ չափազանցված է, ինչից ասեմ։ Բոլորը իրանց ինտերվյուներում ասում են, հա մեզ աղբար էին ասում, խտրականություն բան, մի հատ խորամանկ հարց եմ տալի, էլի ասում եմ, բայց լավ հարաբերություն, բայ ոչ չկար, բա մեռնեմ ես մեր հարևանների ջանին, ամենը իրանց ծնունդին էինք գնում, իրանք մեր ծնունդին, այսինքն միշտ առաջի լեզվից ծայրին այդ բացասական բանն է, հետո դրականը, եւ մարդիկ միշտ բան, եւ ես այդ հավատում եմ այդ երկրորդ տարբերակին, որտեղ իմ մանկությունը անցել է, մեր շուրջը ամբողջությամբ եղել են հայրենադարձներ, ես մի անգամ այտենց խտրականության ակնարկ պարունակող կամ բանանող որևէ բան չեմ լսել։ Իմ մաման իրանց նկատմամբ է եղել հարգանքով, իրանք մեր նկատմամբ են եղել հարգանքով, իրանք գնում էին արտասահման գալիս, մեզ նվերներ էին բերում, սենց վիճակ է եղել բանը։ Շնորհակալություն շատ զրույցի համար։ Ցուցադրությունը կլինի մինչև սեպտեմբեր, ճիշտ եմ ասում։ Հուլիսի 2-ին բացվել է, կլինի մինչև սեպտեմբեր պատմության թանգարանում, Հայաստանի պատմության թանգարանում։ Ես առիթից օգտվելով էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պատմության թանգարանին, Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամին, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտին, որոնք աջակցեցին, եւ եթե 2 վայրկյան ժամանակ ունենք, մի կարևոր բան էլ ասեմ, որ մենք 16 տարի այս ծրագիրը անում ենք, որևէ պետական մասնակցություն եւ սփյուռքահայ մասնակցություն չէր եղել, սա բարեբախտություն էր, որ պետության կողմից պատմության թանգարանն համագործակցում է գործում,
Սփյուռքից էլ Հրայր Հովնանյան հիմնադրամը, հուսանք այս վերաբերմունքը շարունակություն կունենա։ Շնորհակալություն շատ, Civilnet podcast-ի տաղավարում Տիգրան Պասկևիչյանն էր, կհանդիպենք։